Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 2-ին ընդունել է Եվրոպական միության թմրամիջոցների մոնիթորինգի ծրագրի գլխավոր համակարգող Իլզե Յակոբսենի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Արմեն Ղազարյանը ներկայացնելով թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ ներքին գործերի նախարարության որդեգրած քաղաքականությունը անդրադարձել է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության նախագծին, հանցավորության կանխարգելման ռազմավարության մշակման ուղղված աշխատանքներին։ Վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում փոխնախարարը կարևորել է երկկողմ համագործակցությունը, ուրվագծելով հանրային անվտանգության բաղադրիչի շրջանակում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ Արմեն Ղազարյանն անդրադարձել է նաև Հայաստանի եւ Եվրոպոլի համագործակցության խորացմանը, ընդգծելով Հայաստանի կողմից Եվրոպոլում կապի սպայի նշանակման կարևորությունը։ Փոխնախարարը կարևորել է նաև եվրոպական սահմանային եւ առափնյա պահպանության գործակալության հետ փոխգործակցության ընդլայնումը, նշելով, որ այն կնպաստի սահմանային հսկողության եւ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։ Պատվիրակության ղեկավարը ներկայացրել է թմրամիջոցների գործակալության գործունեության հիմնական ուղղությունները, նախաձեռնություններն ու Եվրոպական միության անդամ եւ հարևան երկրների հետ համագործակցության մանրամասները։ Անդրադառնալով տեխնիկական կապի կետի թմրամիջոցների դիտակենտրոնի աշխատանքին, նա ներկայացրել է մշակված ձեռնարկի վերաբերյալ մանրամասներ, խոսել թմրամիջոցների մոնիթորինգի եւ կանխարգելման համատեքստում վաղաժամկետ տեղեկացման համակարգի դերի մասին։ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է թմրամիջոցների եւ հոգեմետ հոգեներգործոն նյութերի շրջանառության եւ ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքը, անդրազգային հանցավորության դեմ պայքարի գործիքակազմերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության հեռանկարները, փորձի փոխանակման հնարավորությունները եւ ոլորտին վերաբերող այլ հարցեր։